Ողջույն բոլորին։ Վասիլիսա Վոլոդինը նշել է այն նշաններին, որոնք հեշտությամբ հաջողության կհասնեն 2025 թվականի գարնանը։ Հայտնի աստղաբան Վասիլիսա Վոլոդինան ներկայացրել է իր կանխատեսումը 2025 թվականի գարնան համար, առանձնացնելով կենդանակերպի 3 նշանների՝ ցուլին, կույսին և այծեղջյուրին, որոնց համար այս շրջանը կբերի առանձնահատուկ բարգավաճում և բացառիկ հնարավորություններ։ Ցուլերի համար բարենպաստ փոփոխությունները կսկսվեն արդեն մարտից։ Աստղաբանը խորհուրդ է տալիս օգտագործել այս ժամանակը կուտակված ռեսուրսներն ու էներգիան լիարժեք իրացնելու համար։ Վասիլիսան ընդգծում է, որ ցանկացած խոչընդոտ հեշտությամբ կհաղթահարվի, իսկ անորոշությունը կփոխարինվի վճռականությամբ։ Հատկապես կարևոր ամիս է լինելու ապրիլը, երբ ցուլերը զգալի զրույց կունենան իրենց աշխատանքային գործունեության վերաբերյալ։ Այս համատեքստում կարևոր է հանգստություն պահպանել, լինել լայնախոհ և ուշադիր կշռադատել առկա բոլոր տարբերակները։ Ակնկալվում է, որ այս հանդիպման արդյունքները կբերեն միայն դրական արդյունքներ, լինի դա աշխատավարձի բարձրացում, կարիերայի հնարավորություններ, թե շահավետ ճամփորդություններ, որոնք կընդլայնեն նրանց մասնագիտական հորիզոնները։ Գլխավորը բաց չթողնել ձեր հնարավորությունը և նախաձեռնողականություն ցուցաբերել։ 2025 թվականի գարունը կույսերի համար կլինի բազմաթիվ շանսերի և հաջող շփումների շրջան։ Նրանք կհայտնվեն ուշադրության կենտրոնում, շրջապատված համախոհներով, ովքեր կաջակցեն նրանց ձգտումներին։ Այս բարենպաստ սոցիալական մթնոլորտը կդառնա նպատակներին հասնելու հզոր կատալիզատոր՝ կույսերին լցնելով ոգեշնչումով և էներգիայով։ Մարտին ձեռնարկված գործողությունները ամուր հիմք կստեղծեն ապագա հաջողության համար։ Վասիլիսան խորհուրդ է տալիս կույսերին զարգացնել արագ որոշումներ կայացնելու ունակությունը, ինչը հատկապես կարևոր է անընդհատ փոփոխվող իրավիճակներում։ Մասնագիտական խնդիրները կլուծվեն հեշտությամբ և առավելագույն արդյունավետությամբ։ Այծեղջյուրների համար 2025 թվականի գարունը կլինի լիարժեք ներուժի ժամանակ։ Նրանք էներգիայով լի կլինեն, թույլ տալով գլուխ հանել ամենադժվար գործերից։ Խնդիրները, որոնք նախկինում անլուծելի էին թվում, կսկսեն ցրվել արդեն մարտին։ Այնուամենայնիվ, Վասիլիսա Վոլոդինան այծեղջյուրներին հորդորում է պահպանել համապատասխան ինքնագնահատականը իրենց մասնագիտական գործունեության մեջ, որպեսզի խուսափեն ընտանեկան հարաբերություններում աններդաշնակությունից, որոնք կարևոր դեր են խաղում նրանց կյանքում։ Այծեղջյուրների ստեղծագործական ձեռքբերումներն աննկատ չեն մնա ղեկավարության կողմից։ Աստղաբանի կարծիքով դա կհանգեցնի նրանց ֆինանսական վիճակի բարելավմանը։ Սա կատարյալ ժամանակ է ձեր տաղանդները վստահորեն ցուցադրելու և ձեր ձեռքբերումների համար արժանի պարգևներ ստանալու համար, ավարտել է իր խոսքը Վասիլիսա Վոլոդինան։ Շարժվելով առաջ, ձեր ուշադրությանը կներկայացնենք կենդանակերպի 5 նշանների, որոնց խոսքերը միշտ իրականանում են։ Երբևէ հանդիպել եք մեկին, ում խոսքերը կարծես թե ձևավորում են իրականություն։ Այն մարդիկ, ովքեր ասում են կտեսնես, դա կլինի և հետո ինչպես կախարդանք դա տեղի է ունենում, նրանք ասես իրադարձությունները կանխատեսելու կամ նույնիսկ երևակայելու թաքնված ունակություն ունեն։ Աստղաբանությունը ասում է, որ կենդանակերպի որոշ նշաններ ավելի հավանական է, որ այս շնորհը ունենան։ Անկախ նրանից, թե դա նրանց բուռն ինտուիցիան է, թաքնված օրինաչափությունները նկատելու կարողությունը կամ բացահայտ նպատակասլացությունը, այս 5 նշաններն ունեն իրենց խոսքերը գործի դնելու արտասովոր ունակություն։ Նրանք կարող են ոգեշնչել, զգուշացնել կամ նույնիսկ ձևավորել ապագա։ Եկեք ծանոթանանք այս բառերի կախարդների բնավորության զարմանալի գծերին։ Կարիճներ։ Կարիճներին հաճախ սխալ են հասկանում, բայց մի բան հաստատ է՝ նրանց ինտուիցիան ածելիի պես սուր է։ Այս մարդիկ ուշադրության վարպետներ են, որոնք կարող են զարմանալի պարզությամբ տեսնել մարդկանց և իրավիճակները։ Նրանք կարող են պատահաբար մեկնաբանել։ Ես այնպիսի զգացում ունեմ, որ դա տեղի է ունենալու։ Հետևանքները կանխատեսելու նրանց կարողությունը բխում է մարդկային էության խոր ըմբռնումից։ Կարիճները բնական դետեկտիվներ են, որոնք միասին հավաքում են նուրբ նշանները, որոնք ուրիշները բաց են թողնում։ Այս հմտության շնորհիվ նրանք գրեթե մարգարեներ են թվում։ Բայց զգույշ եղեք, նրանց ազնվությունը կարող է վնասել։ Զարմանալի չէ, որ կարիճներին հաճախ նկարագրում են որպես ուժեղ և խորհրդավոր։ Նրանց խոսքերին չի կարելի անլուրջ վերաբերվել, թերևս դա է պատճառը, որ շատ մարդիկ նրանց հանդեպ ակնածանքի և վախի խառնուրդ են զգում։ Աղեղնավոր։ Աղեղնավորը արկածախնդիր է, բայց թույլ մի տվեք, որ նրանց ազատամիտ էությունը ձեզ հիմարացնի։ Նրանք աներևակայորեն կապված են իրականության հետ։ Աղեղնավորները լավատեսության և գործնականության յուրահատուկ համադրություն ունեն։ Երբ ասում են, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա հազվադեպ է հիմնված ֆանտազիայի վրա։ Ընդհակառակը, դա
հաստատվում է փաստերով, տրամաբանությամբ և փորձով։ Աղեղնավորները մյուսներից տարբերվում են գործերը վերջին հասցնելու կարողությամբ, եթե բան են խոստացել, վստահ եղեք, որ կկատարեն այն։ Հենց այս հուսալիության պատճառով է, որ նրանց խոսքերը հաճախ կշիռ են ունենում։ Աղեղնավորները նաև միտումների և օրինաչափությունների խորը զգացողություն ունեն, ինչը նրանց օգնում է կանխատեսել արդյունքներ, որոնք ուրիշները կարող են չնկատել։ Զարմանալի չէ, որ նրանց վստահությունն իրենց կանխատեսումների նկատմամբ հաճախ հանգեցնում է նրան, որ նրանք ճիշտ են դուրս գալիս։ Կույսերը բացարձակ ռեալիստներ են, հայտնի լինելով իրենց բծախնդրությամբ, նրանք չմտածված հայտարարություններ չեն անում։ Եթե կույսը ինչ-որ բան է ասում, կարող եք վստահ լինել, որ դա հիմնավորվում է ուշադիր դիտարկմամբ և վերլուծությամբ։ Նրանք տեսնում են մանրամասներ, որոնք ուրիշները բաց են թողնում, ինչը թույլ է տալիս նրանց կանխատեսել արդյունքները զարմանալի ճշգրտությամբ։ Կույսերը գրեթե արտասովոր կարողություն ունեն զգալու, երբ ինչ-որ բան այն չէ։ Նրանց նուրբ բնածները հաճախ զգուշացնում են նրանց վտանգի կամ խնդիրների մասին, նախքան դրանք առաջանալը։ Սա ստիպում է նրանց կանխատեսումներին մարգարեական թվալ, թեև իրականում դա տրամաբանության և ինտուիցիայի համադրություն է։ Կույսի խոսքերը հազվադեպ են անլուրջ, նրանք չեն խոսում, քանի դեռ համոզված չեն, թե ինչ են ասում։ Այսպիսով, երբ նրանք խորհուրդներ են տալիս կամ կիսվում իրենց մտքերով, ուշադիր լսեք։ Այդ ամենը կարող է ձեզ շատ պետք գալ։ Ձկները կարող են հանգիստ և զուսպ թվալ, բայց թույլ մի տվեք, որ նրանց նուրբ պահվածքը ձեզ մոլորեցնի։ Նրանք ապագան գուշակելու անսովոր ունակություն ունեն։ Այս երասկոտ ջրային նշանը սերտորեն կապված է ինտուիցիայի և զգացմունքների հետ, որոնք հաճախ տանում են նրանց ապշեցուցիչ ճշգրիտ եզրակացությունների։ Երբեմն նրանց կանխատեսումները գալիս են պատահական մեկնաբանությունների տեսքով, իսկ երբեմն էլ վառ երազների միջոցով, որոնք կարծես հաղորդագրություններ են այլ աշխարհից։ Ձկները հայտնի են իրենց խորը երևակայությամբ և զգայունությամբ, ինչը թույլ է տալիս որսալ իրենց շրջապատող նուրբ էներգիաները։ Այծեղչյուր։ Ունենալով մեծ կարգապահություն և գործնական միտք, այծեղչյուրները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ձևավորում են այն։ Երբ այծեղչյուրն ասում է, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա սովորաբար նշանակում է, որ նա արդեն գծել է այն քայլերը, որոնք կհանգեցնեն դրան։ Այս երկրային նշանը հայտնի է իր ուժեղ ինտուիցիայով և ռազմավարական մտածողությամբ։ Այծեղչյուրները կերպարների և իրավիճակների հիանալի դատողներ են, հաճախ հստակ գիտեն, թե ինչ և երբ սպասել։ Պատահական չէ, որ նրանց խոսքերը հաճախ կրում են մարգարեության ծանրություն։ Նրանք մեծ ջանքեր են գործադրում համոզվելու համար, որ ճիշտ են։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։